Հարաբերությունները չեն կատարում։ Ես հարաբերումներ ասեմ, որ մենք մինչև այս դեպքերը առաջին հերթին մեր հույսը մեր վրա դնենք, մյուս կողմից պետք է կարևորենք հարաբերությունները ցանկացած պետության հետ, առավել ևս դաշնակիցների հետ, ու ավելի սպասելիքներ սերմանելը, դա միայն վտանգ է։ Իսկ ինչու է բողոքի նոտա հղում Իսրայելին եւ ոչ թե Ռուսաստանին զենքի Իսրայելին ոչ ոք բողոքի նոտա չի հղել, չգիտեմ որտեղից այդ տեղեկատվությունը հայտնվել, չգիտեմ որտեղից հայտնվել, նորից եմ կրկնում, Իսրայելը ոչ մեկին, ոչ ոք բողոքի նոտա չի հղել եւ տարօրինակ է, որ այդպիսի ինֆորմացիա է գնում, որի վրա արդեն կառուցում եք մյուս Երեք Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ամսի 2-ին հայկական ուժերն են հարձակվել Ադրբեջանի վրա։ Իսկ դուք ուրիշ բաներ գիտեք, սպասում։ Ես ես ավելին ասեմ, ինչ պետք է անենք, ներողություն, ես շարունակեմ ավելին։ Մեր ԱԳՆ-ն այդպիսի որևէ հայտարարություն չի։ Հո, բայց մերրել են ամենը չի ասում իսկ։ Այդ որ կառույցում դա չի գնաց, ԱԳՆ-ի համապատասխան նյութերը մակուն տարածվել է, ԵԱՏ-ին տարածվել է, բոլոր միջազգային կայացություններում տարածվել են նաև համապատասխան բոլոր գերությունները հումանիտար իրավունքի խախտման մասին։ Ուղարկվել է եւ ՄԱԿ, ուղարկվել է եւ ԺՆԵՎ, դուք ո՞նց եք ասում, որ չի արվել։ Ամեն ուրեք գրավոր հստակ շարադրելով իրողությունը տարածել են համապատասխան նյութեր։ Ինչի՞ ասում եք խոսքը։ Իսկ եթե խոսքը վերաբերում է բաներին, ավելի ասեցի։ Ամեն օր եւ դեսպանները բոլոր երկրներում հանդիպումներ են աշխատում են ներկայացնում դիտորոշ։ Այդպիսի տպավորություն, որ ԱԳՆ-ն ընդհանրապես չի։ Ամեն դեպքում միջազգային մամուլը իրենց է իրենց հայտարարության։ Ինչքան իրենց են կապել մենք։